Դե ինչ առաջինի ուղիղ եթերում շարունակվում է առավոտ լուսով, մենք շարունակում ենք խոսել կարևոր ու հետաքրքիր իրադարձությունների մասին, իհարկե նաև առիթը բաց չենք թողնում խոսել մշակութային իրադարձությունների մասին ու կարծում եմ Անի դու էլ կհամաձայնես, որ էլ ավելի ոգևորող է, երբ խոսում ենք երիտասարդ արտիստների մասին, որոնք իրենց վստահ առաջին կայուն վստահ քայլերն են անում դեպի երաժշտություն, մասնավորապես ռոք երաժշտության մասին պիտի խոսենք ու մի խմբի տեսահոլովակի պրեմիերայի մասին, այստեղ կարևոր է շեշտել, որ հեռուստատեսային պրեմիերայի մասին է խոսքը, որովհետև տեսահոլովակը արդեն մոտ 4 օր է հասանելի է համացանցում, բայց այսօր կլինի հեռուստատեսային առաջին պրեմիերան, մենք էլ հնարավորություն կունենանք խոսելու այս պատանի արտիստների հետ եւ իմանալու ավելին։ Եվ ինչքան լավ է, որ ռոք ժանրը պարբերաբար շարունակվում է սերնդեսերունդ փոխանցվել եւ պահպանել իր ակտուալությունը, եւ սիրով ներկայացնեմ նոր խմբի, նոր ձևավորված խմբի մասնակիցներին, արտիստներին, Red Line խմբի մասին է խոսքը։ Red Line խմբի բաս գիտարահար վոկալիստ Վահե Զախարյան, բարև, Նարեկ Վարդանյան Red Line խմբի սոլո գիտարահար եւ վոկալիստ, Միկա Պետրոսյան Red Line խմբի ռիթմ գիտարահար եւ Արմինե Բաբայան խմբի հարվար ծորթուհի, այո, բարաբանշիկ, այսպես ասած, հարվար ծորթուհի։ Բարի լույս եւ շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում ողջունել եւ այն էլ նման կազմով ամբողջական ու արդեն պրեմիերայի կապակցությամբ շնորհավորել։ Այո, բայց սկսենք սկզբից, նախ ինչու Red Line։ Որովհետև 2020 թվականի դեպքերից հետո, երբ որ Կապան քաղաքը դարձավ սահմանամերձ, դարձավ կարմիր գիծ։ Մենք մեր սահմանները պատկերացինք որպես կարմիր գծեր, բայց միշտ ցանկացած տեղ նշել ենք, դա մենք ենք մեզ այդպես ասոցացրել։ Ցանկացած մարդ ունի իր կյանքում իր սեփական անհատական կարմիր գծերը, ամեն մեկը յուրովի կարող է հասկանալ։ Իհարկե կարող ենք այստեղից գնալ ամենասկիզբը ձևավորման, բայց խոսակցությունը դրամաբանորեն պետք է գանան, թե այդ դեպքում, եթե ձեր կարմիր գծի ձևավորումը պայմանավորված է ձեր սահմանով, ինչի մասին են ձեր երգերը։ Մեր երգերը մեր անձնական կարմիր գծերի մասին են։ Դրանց հատման, հետևանքների։ Տենց մենք ինչ-որ ուղղություն չունենք, որ կոնկրետ այս թեմայով են գրում կամ այս ժանրի մեջ են գրում։ Մենք տենց խառը կարող արթնանանք, ինչ-որ մի հատ հիշենք, որ ատամնաբուժ ունենք, այդ ատամնաբուժի մասին կարելի է շատ տենց սիրուն ռեգի ինչ-որ բան գրել։ Ու հենց այդպես էլ ստեղծվում են աշխատանքները։ Բայց լավ, այդ դեպքում նաև խոսենք խմբի ստեղծման պատմության մասին, բոլորդ ապրում եք Կապան քաղաքում, այնտեղ էլ ստեղծագործում եք, ինչպես առհասարակ ստեղծվեց խումբը։ Շատ հետաքրքիր պատմություն է խմբի ստեղծման պատմությունը։ Դե ես Նարեկը ու Միկան դեռ շատ վաղուց ենք ծանոթ իրար, ընկերներ ենք, միասին հաճախում ենք գիտարի պարապմունք ու հենց մանկուց էլ երազում ենք խումբ ունենալ, ուղղակի օգնող ուժ չկար, հնարավորություն չկար մեզ ցույց տալու, առաջ գնալու եւ այլն ու այդպես ժամանակի ընթացքում այդ երազանքը մնաց, բայց էլ չէր խոսվում դրա մասին։ Ու ես հաճախում էի մի հատ կամավորական ակումբ 2022 թվականին, մի օր այդ ակումբում ժողովներից մեկում որոշվեց, որ ինչ-որ միջոցառում պետք է արվի, որից ստացված հասույթը պետք է փոխանցվի ինչ-որ այդպես բարեգործական հիմնադրամի, բան այդպես Ես չգիտեմ խի մենք խումբ չունենք ընդհանրապես ու արդեն երկար ժամանակա չենք նայում, ասի դե մենք շատ լավ խումբ ունենք։ Միացրեցի ինչ-որ համաշխարհային հիթեր ու համոզում էի, ասում էի այս sense նվագում ենք, այս sense երգում ենք։ Ասեցին դե հարց չկա ու այդ ժամանակ իմ հետ այդ ակումբ գալիս էր մեր շատ լավ ընկերը Մաշան, Մարիամ Էլիկարամյանը, ով հեսա կպատմեմ շատ կարևոր ֆիգուրա իրականում ստեղծման հարցում։ Մաշան շատ լավ տեղյակ լինելով, որ մենք իրար հետ կապ չունենք այդ հարցում, տենց կողքից նստած թաքուն ծիծաղում էր։ Ես այդքան ասում եմ, վերջում թե բա հա լավ, հարց չկա, դուք համեր կտակ ու տենց կանենք։ Գնում եմ տուն ու հասկանում եմ, որ մի քիչ շատ եմ խաբել։ Ոնց որ շատ բան եմ ասել, զանգում եմ Մաշային, բախտս բերում է այդ ընթացքում ես բարձրախոսի վրա եմ լինում, իմ ու Մաշայի խոսակցությունը լսում է նաև Մաշայի մաման։ Իրանք երկուսով ասում են ինձ, որ թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը իրանց մտերիմն է ու կդիմեն իրանց։ Մի քանի օր հետո Մաշան զանգում է ինձ, որ արի գնում ենք Տիգրանի հետ ծանոթանանք, ես տղաներին արդեն տեղյակ պահած եմ լինում, որ
սենսա, այդ ժամանակ երրորդ անձի միջոցով տենց մի կերպ բառաբանշիկ են գտնում, էլի տղա Արմինեն դեռ չէր եկել։ Խոսքով ես ու Մաշան գնում ենք Տիգրանի մոտ, խոսում ենք, պայմանավորվում ենք ու 2022 թվականի փետրվարի 15-ին տեղի ունեցավ մեր առաջին փորձը։ Տիգրանը մի անգամից որոշեց, որ պետք է օգնի։ Տղեկ, որ լսեցիք այս պատմությունը ու հասկացաք, որ դուք արդեն խումբ եք եւ պետք է բարձր պահեք եւ պետք է բարձր պահեք այդ խմբի պատիվը, ինչպիսին եղավ արձագանքը։ Իրականում շատ sense շոկային նորություններ, վահից սпасելի է նման զանգերը։ Վահից դեն շոկային բաներ, ես մի սպասում եմ, երբ որ տանը օրինակ մենակ նստած եմ բան։ Երբ որ տանը մենակ նստած ենք, սովորաբար սպասում ենք վահից նման շոկային զանգեր։ Իմ հոբին է դա կարելի ասել, էլի։ Նա հիշում եմ, զանգեց թե ոգևորությունը կար ուրիշ ցանկությամբ ասեց խումբ ենք դել։ Ինչ արած պետքա գնանք փորձի բան, պայմանավորվել եմ։ Ինչ են անում խմբերը սովորաբար։ Գնում են փորձի։ Ասում եմ Bohemian Rhapsody միացրել էր այդտեղ կամավորական ակումբ, ասում եմ մենք սենց նվագում ենք համ լարվեցի, մենք ոնց ենք դրա տակից դուրս գալու, բայց հետո հաճելի էր, սկսեցինք հեռախոսազանգով նույնիսկ անուններ մտածել, հա լավ, բայ ինչ կարա լինի մեր խմբի անունը, ինչքան տարօրինակ անուն կար որոշեցինք, տենց էլ ու այդպես էլ սկզբից չորոշվեց։ Մեկը ձեր արձագանքը ինչպես էր։ Մեր առաջին համերգից 2 օր առաջ։ Դե բայց էլի լավ է որ առաջ, ոչ թե հետո։ Ոչ թե ընթացքում։ Ձեր արձագանքը ինչպես։ Ուրախացա մի անգամից, հետո նոր հասկացա որ խումբ չկա ինչ խումբ։ Տենց իմն էլ շոկային էր շատ։ Բայց դե ես լավ էի տրամադրված, ես գիտեի որ լավ կլինի ամեն։ Որ կարող եք Bohemian Rhapsody-ի պես նվագել։ Նվագել եւ այո, փայլել։ Իսկ Արմինը դուք ինչպես առհասարակ հայտնվեցիք այս խմբում, ինչպես ստացաք հրավեր ու ամենահետաքրքիր ինձ ավելի շատ իրականում այդ հենց մասնակցության կողմը։ Ինչու հարվածային գործիքներ։ Եվ ինչպես հարվածային գործիքներ։ Միշտ հետաքրքրել է հարվածային գործիքները տարբեր երգեր լսելիս։ Առաջին անգամ հենց թատրոնում եմ նվագել, տենց ստացվեց, հետո ներգրավեցի խմբում։ Արմինեի պատմությունը շատ ունիկալ է իրականում։ Մեր քաղաքի օրը պետք է համերգ տանք, երև մի կես տարվա խումբ ենք արդեն, համերգից 3 օր առաջ մեր բառաբանշիկը դուրս է գալիս, զանգում ասում է ինձ ձեր երգերը դուր չեն գալիս, դուք անտաղան տենց մեռնում եք։ Ես դուրս եմ գալիս։ Դե հաշ չկա դուրս ես գալիս։ Արմինեն պարզում է, որ ստեղնաշարով, համակարգչով Օնլայն մեկ բառաբան խփում է։ Ստեղնաշարով։ Հա, միջև այդ երբեք բառաբան չէր խփել, էլի։ Ու 2 օրվա ընթացքում մեր այդ ամբողջ set list-ը ինքը կարելի է ասել իդեալական յուրացրեց ու մեր հետ հավասար ինքնուս, հա։ Ու մեր հետ հավասար բեմ դուրս եկավ։ Ինձ նաև շատ հետաքրքրում է ձեր համադրությունը, ձեր միջից ամենամեծը տարիքով Արմինեն է, ու հետաքրքիր է 3 տղա եւ 1 աղջիկ, որքանով է Արմինեի ներգրավվածությունը եւ տեղը խմբի մեջ կարեւորվում։ Ինքն է մեզ պահում։ Մենք հենց խմբի մեջ էլ իրեն ասում ենք խմբի մաման է ինքը։ Ինքն է կարող։ Չերական տես խնդիր չկա, որ տղայի աղջիկը Արմինեի համար մի քիչ դիսկոմֆորտ լինի բան։ Իսկ որոշումները օրինակ ինչպես են կայացնում, կա ինչ որ մեկը, որը պատասխանատվությունը վերցնում է, ասում է, խմբի համար կարևոր որոշումը ես կկայացնեմ, թե փորձում եք ամեն դեպքում այսպես բոլորով քննարկել։ Մենք բոլորով քննարկում ենք, բայց վերջնական խոսքը որոշումների մեջ ունի խմբի տնօրեն Տիգրան Աթայանը։ Շատ լավ։ Լավ, դե արդեն պիտի նաև հասկացանք խումբը ինչպես է ստեղծվել, պիտի հիմա խոսենք պրեմիերայի մասին։ Ինչ երգ է սա, ինչպես է երգը ստեղծվել, ինչի մասին է երգը, նախ այդտեղից սկսենք։ Երգը գրել է Միկան, ռիֆը, գիտարի, տենց երկար մնաց, մի տարի, դիկտաֆոնի ձայնագրություն որպես։ Սկզբից ինքը ինստրումենտալ երաժշտություն էր, հետո արդեն բառերը ավելացրեց Վահեն։ Ես բառերը ավելացրեցի սենց, ես տանը պարապ նստած էի, տենց զուտ միտք կար, արժե այս երգը սարքել, բան դե Շոկային մի զանգ։ քիչ Երգը պատրաստ է։ ու համընկավնեց Միկան էլ նոր էր բաժանվել,
Ասի ինչ վատ կլինի։ Հիմա կակրած իր երգնա, վերցնենք հենց այդ թեմայով գրենք լավ է առանց քեզ։ Հենց գրեցի ուղարկեցի, բայց այդ շատ երկար տեքստ է Ամեն դեպքում ողջ ունենք Միկայի նախկին ընկերուհուն, որ այսքան մեծ ներդրում է ունեցել խմբի գործում։ Ես սենց շատ ահռելի մեծ տեքստ էի գրել, ուղարկեցի Redline-ի chat, Տիգրանը վերցրեց, կարդաց, սենց մի 2 րոպե նայեց, մտածեց ու սենց տեքստի կեսը ու մի քիչ ավելին սենց ուղակի սենց հեռացավ, մնաց սենց տակը մի քանի տող։ Իսկ ինչպես ստեղծվեց տեսահոլովակը, մինչև եթերը սկսելը խոսում ենք այն մասին, որ կարելի է ասել առաջին պրոֆեսիոնալ տեսահոլովակն է սա ձեր, նախ ինչպես էր աշխատանքը թիմի հետ, ովքեր էին թիմի անդամները եւ ինչպես են անցել նկարահանումները տեսահոլովակի։ Դե տեսահոլովակի պրոդյուսեր Անուշիկ Սուվարյանի օգնությամբ կազմակերպվեց այդ, որ Կապանում նկարահանվեց լավ է առանց քեզի տեսահոլովակը, ռեժիսորը Սարգիս Մանուկյան, օպերատորը Վարշամ Սաֆրազյան, հատուկ շնորհակալություն Ռոման Բաբայանին։ Իրականում դե առավոտ ժամը 5-ից սկսած տեսահոլովակ նկարահանել բան նենց չի սովորենք էլի մենք այդ ամենին Կսովորենք։ Դե հուսանք։ Ու էլի պատահական զանգով։ Անուշիկը Էդ էլ էր զանգեց, պատահական։ ասեց հա։ Անուշիկը զանգեց, կապնվեց Տիգրանի հետ, ասեց տենց կլիպ ենք ուզում նկարենք, արդեն հաստատա որ ձեր հետ պետք է աշխատենք։ Դրա համար էլ սկսեցինք այս երգը, նաև դա էլ էր դրդապատճառ, որ այս երգը սկսենք։ Իհարկե ողջունենք նաև Աթյան Տիգրանին, որը որ մեծ եւ կարեւոր գործ է իրականացնում խմբի շրջանակներում եւ հնարավորություն է տալիս երիտասարդներին կայանալու։ Եվ միջև մեր երկխոսությունը սկսելը պարզացինք, որ Պատանիները։ Ամեն դեպքում շեշտվեց, հա, կարծես մեր տարիքը Դավիթ, չէի ուզում, բայց ստացվեց։ Չգիտեմ ինչու, այսպես ինքդ քեզ ծուղակը նետեցիր, բայց լավ։ Խմբի մասնակիցները օրեր առաջ արդեն Երևանում էին, 4 օր էին Երևանում են եւ համերգ են ունեցել արդեն Երևանյան ակումբներից մեկում։ Այ հետաքրքիր է այս հատվածը ձեր կենսափորձի, երբ որ դուք նոր ձևավորված խումբ եք եւ արդեն իսկ համերգներ եք տալիս մայրաքաղաքում, Կապանից գալիս եք այստեղ, կարողանում եք դրսևորվել ու ինչպես է նաև հանրույթը, ռոք հանրույթը ընդունում ձեզ։ Իրականում այս փուլը իմ ամենասիրելի փուլերից մեկն է, երբ մենք 4-ով գալիս ենք Երևան ու թեկուզ մնում ենք մի տան մեջ, կիսում ենք մեր առօրյան, որովհետև Կապանում ամեն մեկս առանձին հանդիպում ենք մեր փորձերի ժամանակ կամ աշխատանքի տեղում ու առհասարակ շատ հաճելի է, երբ դու Կապանից գալիս ես ու հնարավորություն ունես քո ստեղծածը ցուցադրելու այլ հանդիսատեսի, որովհետև Կապանում հիմնականում եթե մի 2-3 համերգ տաս, հանդիսատեսը կմնա նույնը։ Բայց շատ լավ էր, ամսի 21-ին համերգ ունեինք, 3 խումբ էին, Կապան, Գյումրի ու Երևանյան խումբ։ Իսկ այդ փորձի փոխանակումը այլ խմբերի հետ ինչպես է կայանում։ Շատ լավ։ Իրականում հա, հենց ամենակարևոր բանը էդ է այս համերգներից։ Դե հա, լսողներ կհայտնվեն իհարկե, բայց այդ փորձի փոխանակումը թեկուզ նոր ծանոթությունները արդեն էլի ինչ որ ճանապարհը որոշ կերպ բացում են, էլի։ Դե մեզ երևի թե մնում է նախ հիանալ եւս մեկ անգամ եւ շնորհակալություն հայտնել ձեզ նախ երաժշտության հանդեպ ունեցած սիրո համար, ռոքը ոչ միայն կենթանի պահելու, այլև վստահ եմ նաև ապագայում զարգացնելու համար։ Եվ իհարկե չենք կարող այս առիթը բաց թողնել եւ մեր հեռուստադիտողներին նաև չներկայացնել այս տեսահոլովակը առաջինի եթերում։ Ձեզ եւս մեկ անգամ շնորհակալություն տաղավարում հյուրընկալվելու համար ու վստահ ենք, որ առաջիկայում նաև կլինեն նոր տեսահոլովակներ, վստահաբար նոր ալբոմ, մենք էլ առիթ կունենանք ձեզ հյուրընկալելու այստեղ։ Հաջողություն ենք մաղթում եւ նորանոր բարձունքներ, իսկ մենք այս պահին ունենք տեսահոլովակի պրեմիերա։